Բարև ձեզ հարգելիներս, այսօրվա մեր թեման է էվոլյուցիայի ձևերը։ Էվոլյուցիան երկրի վրա իրականանում է միկրո և մակրո էվոլյուցիոն գործընթացների միասնությամբ։ Ներկայացրեցինք միկրո և մակրո էվոլյուցիաները, բացատրեցինք դրանց գործոններն ու շարժիչ ուժերը, ներկայացրեցինք տեսակառաջացման մեխանիզմները։ Սակայն պետք է նշել, որ նոր տեսակների առաջացումը կարող է տեղի ունենալ դիվերգենտ, հիբրիդային և ֆիլետիկ ճանապարհներով։ Եվ այսպես, էվոլյուցիայի ձևերն են ֆիլետիկ էվոլյուցիան, դիվերգենցիան, կոնվերգենցիան և զուգահեռությունը։ Ներկայացնենք սրանցից յուրաքանչյուրը։ Ֆիլետիկ էվոլյուցիա։ Առաջին անգամ տերմինը տվել է Սիմփսոնը 1944 թվականին։ Բնութագրվում է աստիճանական միակողմանի փոփոխություններով տարբեր կարգաբանական խմբերի մոտ։ Ֆիլետիկ էվոլյուցիան կամ անագենեզը ընթանում է շարժական ընտրության ազդեցության տակ և որպես կանոն չի թողում դուստր տեսակների առաջացումը։ Խնդրեմ, այստեղ տեսնում ենք մենք ելակետային ձևը և այստեղ յուրաքանչյուր գոյություն ունեցող ձև հանդիսանում է հաջորդի նախնի։ Որպես օրինակ կարող ենք ներկայացնել ֆիլետիկ կամ ֆիլոգենետիկ շարքերը, այստեղ պատկերված են խխունջի, խեցու ձևափոխությունները երկար աստիճանական զարգացման ժամանակ, ինչպես նաև մարդու ձևափոխությունները։ Կարող ենք նաև ֆիլետիկ էվոլյուցիայի օրինակներից ներկայացնենք ֆիլոգենետիկ շարքերը ձիու, այսինքն ևս մեկ անգամ ամփոփենք, ֆիլետիկ էվոլյուցիայի ընթացքում մենք ներկայացնում ենք մեկ տեսակը, որը որ փոփոխվելով փոխում է իր որոշակի հատկությունները և հատկանիշները, սակայն ամբողջությամբ չի հեռանում իր տեսակից։ Հաջորդ ձևը դիվերգենցիան է։ Ինչպես Դարվինը նշել է, տեսակառաջացումը սկսվում է ելակետային առանձնյակից, որն էվոլյուցիայի շարժիչ ուժերի անմիջական ներգործությամբ իր հատկանիշներով զգալիորեն տարբերվող նախնական ելակետային ձևերից տեսակի մեջ առաջացնում է փոփոխված հատկանիշներով նոր խմբավորումներ։ Եվ այսպես այնքան են այս փոփոխությունները խորանում, որ հասցնում են ընդգրկել տեսակի վերարտադրողական ապարատը, որի հետևանքով այն կորցնում է իր հեռավոր նախնիների հետ զուգավորվելու ունակությունը և դառնում նոր տեսակ։ Այս գործընթացը Դարվինը անվանել է դիվերգենցիա։ Տարամիտվել կարող են ոչ միայն տեսակները, այլ նաև ցեղերը, ընտանիքները և կարգերը։ Դիվերգենցիան նոր տեսակների և դրանց հեռավոր նախնիների միջև սկզբում հազիվ նկատելի տարբերությունների անընդհատ մեծացող և խորացող գործընթացն է։ Դիվերգենցիա թարգմանաբար նշանակում է տարամիտում, և դիվերգենցիայի հայտնի օրինակներից են Դարվինի նկարագրած սերինոսների կտուցների միջև տարբերությունները էվոլյուցիոն երկար ժամանակահատվածում։ Ինչպես նկատում ենք, կախված սննդից սերինոսները կարող էին ունենալ տարբեր տիպի կտուցներ։ Այստեղ ներկայացված է մանր ողնաշարավորներով սնվող, սերմերով, մրգերով, միջատներով սնվող և վերջիվերջո արդեն ունիվերսալ տիպի կտուցները, որոնք որ նախատեսված էին տարբեր տիպի սնունդ հայթայթող և տարբեր տիպի սնունդով սնվող սերինոսների մոտ։ Դիվերգենցիայի հաջորդ օրինակները կարող ենք ցույց տալ տերևի ձևափոխությունների վրա և ինչպես կռահեցիք, այստեղ հոմոլոգ օրգանների մասին է խոսքը գնում։ Օրինակ ճանճասպանը, որի մոտ տերևները ձևափոխվել են այսպիսի հարմարանքների, որոնք կարող են որպես գիշատիչ զոհ դարձնել տարբեր միջատների։ Մյուսը սարացենյան է, սարացենյան միկսոտրոֆ
տերևի ձևափոխություն ունեցող բույս է, եւ սա նույնպես գիշատիչ է, իր սափորիկների մեջ կարող են ընկնել մանր կենդանիներ, որոնք այստեղ գտնվող մարսողական ֆերմենտներ պարունակող հյութի միջոցով կլուծվեն եւ հետագայում կներծծվեն բջիջների մեջ։ Հաջորդ օրինակը կղզու փշերն են, որոնք նույնպես տերևի ձևափոխություններ են, եւ ինչպես գիտենք ալոեի տերևները, որոնք նույնպես յուրահատուկ տեսք ունեն։ Եթե ներկայացնենք ծիծաղաշարժ պատկերի միջոցով, դիվերգենցիան իրենից ներկայացնում է հետևյալը. ունենք մեկ ելակետային ձև, որը կարող է սկիզբ դնել տարբեր միջավայրի պայմաններում, տարբեր հարմարանքներով տեսակների առաջացմանը։ Հաջորդ օրինակը կոնվերգենցիան է։ Կոնվերգենցիան տարբեր կարգաբանական խմբերին պատկանող, բայց նույն կենսամիջավայրում բնակվող առանձնյակների որոշ հարմարանքների համամիտումն է։ Կոնվերգենցիան դիվերգենցիայի հակառակ պրոցեսն է եւ այն սկիզբ է դնում ծագումով տարբեր եւ ֆունկցիայով նման օրգանների առաջացմանը։ Ինչպես տեսնում ենք գծապատկերում, այստեղ ելակետային ձևը, ելակետային A ձևը եւ ելակետային B ձևերը, որոնք ազգակից չեն, կարող են միջավայրի միևնույն պայմաններում ձևափոխվելով իրենց մեջ առաջացնել որոշ գենետիկ փոփոխություններ եւ հարմարանքներով համամիտվել, նմանվել միմյանց։ Կոնվերգենցիայի կամ համամիտման օրինակներից են ագամամողեսը եւ քամելեոնը։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք սրանք իրար բավականին նման են եւ նկատվել է այստեղ ուրեմն համամիտում ելակետային ձևերը լինելով իրար ոչ ազգակից, սկսել են նմանվել եւ արդյունքում նրանց մոտ նկատվում է համամիտված հատկանիշներ։ Հաջորդ օրինակը կոնվերգենցիայի փափկամարմինների եւ մարդու աչքն է։ Էլի ինչպես նկատեցիք, այստեղ սկիզբ է դրվում անալոգ օրգանների առաջացմանը, եթե դիվերգենցիայի ժամանակ սկիզբ էր դրվում հոմոլոգ օրգանների առաջացմանը։ Եվ ուշադիր նայելով կտեսնենք, որ սրանք ունեն տարբեր ծագում, այսինքն փափկամարմիններ եւ կաթնասուններ ունեն տարբեր ծագում, սակայն աչքի ֆունկցիան նույնն է երկուսի մոտ էլ, այսինքն կատարում են նույն ֆունկցիան։ Հաջորդ օրինակը իլիկաթիթեղի բերանային ապարատի եւ կոլիբրիի բերանային ապարատի նմանություններն են։ Ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ սրանք համամիտված տարբերակներ են եւ ունեն տարբեր ծագում, որովհետեւ իլիկաթիթեղը միջատ է, իսկ կոլիբրին թռչուն, ունեն տարբեր ծագում, սակայն սրանց բերանային ապարատը նույն ֆունկցիան է կատարում։ Սրանք սնվում են նույն միջավայրում, նույն սնունդն է նրանց համար կեր հանդիսանում եւ դա է պատճառը, որ նկատվել է հատկանիշների համամիտում։ Հաջորդ օրինակը խլուրդի եւ իշախաղանջ արջուկի վերջույթներն են։ Ինչպես հիշում ենք մեր նախորդ դասընթացներից, խլուրդը կաթնասուն է, իշախաղանջ արջուկը միջատ։ Եվ այսպես անալոգ օրգաններ են սրանք միմյանց հանդեպ եւ անալոգ օրգանները առաջացել են կոնվերգենցիայի արդյունքում։ Ինչպես նաև նշենք այլ անալոգ օրգաններ, օրինակ սոխուկները եւ արմատապտուղները, սոխուկը ընձյուղի ձևափոխություն է, արմատապտուղը արմատի եւ գլխավոր արմատի ձևափոխություն։ Մյուս օրինակը դելֆինների, շնաձկերի եւ իխտիոզավրների համամիտումն է։ Նրանք երեքն էլ ունեն շրջհոսելի ձև մարմնի, ինչպես գիտենք դելֆինները կաթնասուն են, շնաձկները պատկանում են աճառային ձկներին, իսկ իխտիոզավրը հանդիսանում է հնագույն սողուն։ Հաջորդ օրինակը զուգահեռությունն է։ Զուգահեռության ժամանակ ազգակից օրգանիզմների մոտ
նմանատիպ հատկանիշների առաջացման պրոցես է նկատվում։ Զուգահեռության ընթացքում կարող են աշխարհամասերը ուղղակի բաժանվել և պոպուլյացիան կիսվի երկու մասի։ Այնուհետև յուրաքանչյուրը սկսում է զարգանալ մյուսից անկախ։ Կյանքի պայմանները գրեթե նույնը լինելու պատճառով սրանք սկսում են զարգանալ զուգահեռաբար։ Օրինակները ընկերքավորների և պարկավորների միջև շատ լավ երևում են։ Կարող ենք ունենալ պարկավոր և սովորական սկյողներ, ինչպես նաև պարկավոր և սովորական գայլեր։ Եթե դիվերգենցիան սկիզբ է դնում հոմոլոգ օրգանների առաջացմանը, կոնվերգենցիան սկիզբ է դնում անալոգ օրգանների առաջացմանը, ապա զուգահեռությունը հոմոլոգ օրգանների համամիտումն է։ Օրինակներից են հարավամերիկյան մածաղախոզը և աֆրիկյան մածաղախոզը, որոնք զարգանալով տարբեր աշխարհագրական դիրքերում և տարբեր մայրցամաքներում հետագայում, սրանք ունենալով գրեթե միևնույն կենսամիջավայրը, իրար զուգահեռ հավասար սկսել են զարգանալ։ Շնորհակալություն, կարծում եմ նյութը մատչելի էր։